Քանի որ Պաշտպանության հանձնաժողովի նիստում ենք, այս երկու օրը Նիկոլ Փաշինյանը գործերը թողած պարբերաբար հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ փաստաթուղթը ստորագրելու պատրաստականության մասին, բայց դրան չեմ անդրադառնում, այլ ցանկանում եմ անդրադառնալ այն դիտարկմանը, որ ինքը հանձնարարական է տվել Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, չկրակել եւ այլն, որը կարծում եմ, որ մեր զինված ուժերին ուղղակի բարոյական, քարոզչական հարված է, որտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վարկյան հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները եւ պաշտպանության նախարարությունը պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության եւ այլ բոլոր գործողություններն անելու համար։ Մեկ անգամ եւս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, կարծում եմ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր զինված ուժերին եւ այսօր էլ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։